եկեղեցու դեմ կեղտոտ գրոհը, որ իրենք իրականացնում են այս թեմայով, ձեր խոսքը սկսեք, հովանավանքում էին նախորդ կիրակի, կարգալույց եղած եկեղեցու կողմից հերձված Ծոպան, այլևս նախկին քահանան, կեղծ պատարագ էր իրականացնում, շատերի խոսքում դա ավանդաբարական ծիսակարգ էր, որովհետև կարգալույց եղած իրանուք չունի, այս կիրակի նորից տեղի է ունենալու, խնդրեմ, Փաշինյանն էլ գնալ է։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար, ճիշտն ասած, հիմնական լուրերին հապճեպ եմ ծանոթացել, որովհետև մոտ մի շաբաթ բացակայում է երկրից և ինտերնետային կապ չունեի, որպեսզի հետևեի լրահոսին, հետևաբար շատ այնց ծավալուն բաներ ասելու մասին իմ վրա պատասխանատվություն չեմ վերցնի, բայց գոնե այնքանին ինչքանին որ ծանոթացել եմ, սրա մասին հանգամանորեն կփորձեմ ուրեմն արտահայտվել։ Ինձ շատ էր հետաքրքրում հոկտեմբերի 27-ի իրավիճակը ինչ կկատարվի հանրապետությունում, ճիշտն ասած մեծ մտավախություն ունեի, որ մեծ հարձակում կլինի վեհափառի ուրեմն նստավայրի վրա, փառք Աստծո դա չեղավ, չգիտեմ պատճառը ինչն էր, որովհետև հստակ տեղեկություն կար մի շարք աղբյուրներից, որ այս իշխանությունները հենց դա են նախատեսում և սրա հետ կապված իրականացվեցին մի քանի շատ սենց հնչեղ գործողություններ, որոնք կոչված էին թուլացնելու ժողովրդի մեջի այդ պաշտպանելու վեհափառի հնարավորությունները, տառանջատելով, մասնատելով, կազմակերպելով կեղծ ուրեմն ավելի ճիշտ կազմակերպելով և դրա մասին խոսելով և գովազդելով ուրեմն օհանավանքում իրականացնող այդ կեղծ պատարագը, որը իրանք բնականաբար իրականացրին։ Ես ստացա նաև տեղեկություն, որ այդ օրվա հետ կապված հիմնական մեծամասնությունը ներկա գտնվողների, որոնք եկել էին իբր թե պատարագին մասնակցելու, եղել են Ռեմա եկեղեցու ուրեմն անդամները և դժվարանում եմ ասել գումարի դիմաց, թե ուղղակի որովհետև իրանց տենց պետք էր իրանց շահերից էր բխում, բայց ուզում եմ տեղեկացնեմ, որ Ռեմա եկեղեցին դա խիստ աղանդավոր հակաազգային, հակահայկական եկեղեցի է, բացարձակապես ուրեմն մորմոնների և մասոնների կողմից կառավարվող, նրանց կողմից ֆինանսավորվող և հիմնական նպատակներն է, որտեղ որ իրանք գտնվում են, ուրեմն ապականել, քանդել, քայքայել, զրոյացնել տեղում ունեցած ազգային ավանդական ավանդույթները։ Սա նույն կյանքի խոսքի Եհովայի վկաների շարքից, բայց եղածների մեջից բնակի համար շատ քիչ են խոսում հոգեգալստականների մասին, որոնք 50-ականների թևն են, բայց իրականում ամենավտանգավոր, ամենածայրահեղ վտանգավոր ուրեմն ուղղություններն են, դա Ռեմա եկեղեցին է և հոգեգալստականներն են, որոնք ընդհանրապես բացարձակապես չեն առաջնորդվում ոչ մի հայկականական ուրեմն տիրույթներով, բացարձակապես փողի դիմաց իրականացնել քանդիչ, քայքայիչ, ուրեմն պառակտող, ազգային ավանդույթները զրոյացնող, ոչնչացնող գործողություններ, մի փոքր շեղվելով ասեմ, ինչի համար է իրականում սա արվում, որովհետև վերջերս, վերջին մի երևի 7-8 տարիների ընթացքում մի շարք երկրներում թափ առավ ավանդական ազգային շարժումները, որոնք կոչված են վերականգնել
այդ ազգային երկրներում, որոնք պատմական ազգային երկրներ են, ոչ թե ասենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար տարբեր ազգություններով ձևավորված համայնք, հա, եւ սա դուր չեկավ մասոնա, ուրեմն մորմոնական վերնախավին եւ շատ արագ Սորոսի հիմնադրամի նաեւ անմիջական մասնակցությամբ փորձեցին այդ զարթնող ազգային շարժումները ճնշել։ Հիմնական այդ գործողությունները սկսեցին զարգանալ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Ռուսաստանում եւ բավական կոշտ մեթոդաբանությունով սկսեցին այդ շարժումների վրա ճնշումներ գործադրել, իսկ այդ կարգի ազգային ավանդույթները պահպանող երկրները, ինչպիսին են օրինակ Վրաստանը, Հայաստանը եւ էլի կան, այտենց ցավոք սրտի փոքր երկրներ, որոնք ամեն գնով փորձում են իրենց ազգային հիշողությունը եւ ինքնությունը պահպանել, այստեղ այլ մեթոդաբանություններ են կիրառվում, այսինքն տեսակի ուրեմն կեղծ գործողությունների շնորհիվ։ Ես չգիտեմ, որ տեղյակ է, կարդացել է Նիկոլ Փաշինյանի գիրքը Երկրից են կողմ, կարծեմ չուսենց ամնասուն մի հատ վերնագիր ունի։ Պետք է հասկանալ, որ այսօրվա իրադարձությունների եկեղեցիների շուրջ սրա մասին ինքը շատ հանգամանորեն գրել է այդ գրքի մեջ եւ դա գրել է ոչ թե որպես ուղղակի ինչ-որ միտք արտահայտելու, այլ կոնկրետ արտահայտել է իր երազանքը հասնելու այդ նպատակին։ Եվ պատահական չէր, որ սրանց իշխանության գալու պարագայում մենք անընդհատ ունեցել ենք սենց թիսական ուրեմն գործողություններ, կապված ուրեմն օրերով, ամիսներով, ուրեմն լուսնի շրջադարձի ուրեմն ցիկլներով եւ մնացած ուրիշ բաներով, ամբողջ եղել է սիմվոլիկաների մեջ, ամբողջ գործողությունները եւ գործընթացները։ Եվ այդ սիմվոլիկաների մեջ հաստատ իրականացվել են սատանայական թիսակատարությունները։ Նույն բանը կատարվում է հիմա շարունակական ձևով եւ Նիկոլը սրան հասավ, այս լկտիությանը հասավ, բացարձակապես շնորհիվ նրան, որ ինքը զգաց, որ այսինքն ինքը գտավ տարբերակը, որ դա անի եւ իր մոտ ստացվի տարբերակը, ինչի շնորհիվ ցավոք սրտի մեր արդեն չեմ ուզում ասեմ ազգի բնակչության, հա, բնակչության պասիվության, անտարբերության, որը իր հերթին արդարացնում է դա չհավատալու հոգնածության, ուրեմն եզրույթներով, հա, եւ հիմա նույն գործողությունն է կատարվում, երբ որ ինքը անում է շատ հնչեղ մի գործողություն, այդ գործողության մեջ ուժային կառույցների շնորհիվ պաուզա է վերցնում շարունակականությունը կանգնեցնելով, տեսնելով ինչ արձագանք կունենա բնակչությունը, ինչ արձագանք կունենա այսպես կոչեցյալ ընդդիմությունը եւ դրա հիման վրա վերագնահատանքներ իրականացնի եւ իր գործողությունների վերադասավորվածության քայլերը որոշի։ Պատարակը, որը իրականացվեց Կիրակի օրը, այդ ուրեմն գործողությունների շարքից է եւ ինքը տեսավ, որ իրականում արձագանքը շատ վատն էր բնակչության կողմից, որովհետեւ ճիշտ է իրանց խոստացած այդ 10,000 բան որ պիտի գար եւ իրանք բացարձակ ադմինիստրատիվ ռեսուրսներ եւ չգիտեմ ինչեր օգտագործելով կարողացան այնտեղ հավաքագրեն միայն աղանդավորների, գոմիկներին, հիշում եք չէ՞, որ այն լաչարին որ ծեծել էին, ու ղժում էր, խնդրում էր, աղերցում էր, որ իրան խնայեն, այն մի հատ, չգիտեմ, թուրքա, պուշա, նասոնա, հոգեկան հիվանդա, բայց գեյ է, խանգարված գեյ է, հա, այնտեղ իրանից ձև էր պահում եւ այլն եւ այլն։ Եվ մեր դոնուցին, մեր արժանապատիվ հայ տղայի բերանը փագելով, ուրեմն ընդդեղից դուրս բերեցին, երբ որ ինքը
իր կարծիքը արտահայտեց չհամաձայնվելով այդ թիսակատարական սատանայական ուրեմն պատարագին, որ իրականացնում էր Ստյոպիկը։ Իրան ուրիշ ձև չեմ կարող անվանել, որտեղ ինքը կարկալույց քահանա է, եւ իրավունք չուներ ինքը այնտեղ այդ եկեղեցում լինել եւ եկեղեցական շորեր հագնել։ Ես համարում եմ, որ ոչ թե 10,000 հոգի, այնտեղ պետք է առնել 30-40,000 հոգի, որից այդ 2,000 հոգուն ընդդիմացած 38,000 արժանապատիվ քաղաքացիներ պիտի գային այդ եկեղեցին, փագեին եւ թե ուժայիններին եւ այդ Ստյոպիկին, այդ գոմիկներով եւ ուրեմն աղանդավորական, ուրեմն ես չգիտեմ ինչ անհայերով չթողեն ընդհանրապես եկեղեցուն մոտենալ։ Բայց մարդիկ անտարբերություն դրսևորեցին։ 2-3 հոգի, որ այնտեղ եկան եւ կանգնեցին եկեղեցին պաշտպանելու դիրքերում, որոնց անմիջապես օլորեցին, բերանները փագեցին, տշելով տարան, բառի բուն իմաստով։ Վերջ։ Այնտեղ այդ 3 հոգի չպետք է լիներ։ Այնտեղ պետք է լիներ 10-նապատիկ, 20-նապատիկ ավելի շատ այդ ձևի մեր դորունցի նման տղաներ, մարդիկ, կանայք, քույրեր, եղբայրներ եւ այլն եւ այլն։ Մարդիկ չգնացին։ Սա դարավ շատ լուրջ ազդանշան, որպեսզի Փաշինյանը այս եկեղեցական սատանայական թիսակատարություններով գործողությունները շարունակի եւ ինքը նորից այս կիրակի գնալու է։ Բայց նաեւ սա ցուցիչ է, որ այդքան ռեսուրս կիրառելով, այդ ամեն ինչը կազմակերպելով, հենց այդ մարդիկ ճիշտ եք ասում։ Ճիշտ եք ասում։ Իրենց կախաձեռնած սադրանքներին, պատկերացնում եք, եթե հակազդեցություններ լիներ, ինչ սադրանքներ լինելու եւ ինչեր այնտեղ տեղի ունենալու։ Դրա համար դա նաեւ ցուցիչ է, դրան պատասխանեցին, որ չգնալով չէր լինի այդ սադրանքները։ Եվ նույն օրը մայրաթորում պատարակ էր եւ բազմահազարանոց մարդիկ հենց մայրաթորի պատարակին էին մասնակցում։ Ճիշտ եք ասում, այդ սա ցուցիչներ են, հա, բան չասեցի, բայց ես ավելի քիչ եմ ոգևորվում այն հանգամանքից, որ այնտեղ եկել են այդքան ադմինիստրատիվ ռեսուրսներ կիրառելով քիչ մարդ, որովհետև իմ կարծիքն եմ արտահայտում։ Միգուցե դուք դրա հետ համաձայն չեք, բայց իմ կարծիքն եմ արտահայտում, որ այնտեղ պետք է լիներ 30-ից 40,000 դորունցներ, որովհետև եւ ոչ մի սադրանք չէր լինի։ Հավաստիացնում եմ եւ հաջորդ կիրակի նորից այդ նույն ձևի պատարակ անելու, այդ պատարակի գործողությունները շարունակելու ցանկություն Փաշինյանը չէր ունենալու։ Եվ ի վերջո, միևնույնն է այդ սադրանքների գնալու, կազմակերպելու ուրեմն գործողությունները լինելու են։ Դա նշանակում է, որ այս սադրանք չլինի, դրա համար չենք գնում այնտեղ գնանք մի հատ ուրիշ եկեղեցի, հա? Երբ որ մենք իմանում ենք, որ սրբազանի են ուզում կալանավորեն ճանապարհից, մտածել որ գնում է Օհանավանք, հետո երբ որ իմանում են, որ Օհանավանք չի գնում, ուրիշ տեղ է գնում պատարակ կատարելու, բաց են թողում։ Սա չպետք է լինի, սա շեղումներ են։ Եվ հարգելի բնակիչներ, ի վերջո հայ եք դուք թե չէ։ Ի վերջո ձեզ պետք է ձեր հայրենիքը թե չէ։ Ի վերջո դուք ուզում եք չցեղասպանվել, թե ոչ, կողմնորոշվեք, որոշեք, որովհետև այս ամեն մի գործողությունը Եղեռնի հուշարձանի հետ կապված գործողությունները, հա, որ այդ վիճակի են հասցրել, քանդել են, որևէ մի նախագիծ վերակառուցման չկա, տեխնոլոգիչի լուրջ սխալներ եւ ուրեմն գործողություններ են այնտեղ կատարվում։ Կանգնացրել են արդեն նույնիսկ վերականգնողական աշխատանքները, որոնք ասում են վերականգնողականներ կանգնացրել են։ Անհասկանալի բաներ են կատարվում Ատենադարանում։ Կա տեղեկություն, որ բավական լուրջ ուրեմն պատմական եւ մեծ նշանակություն ունեցող ուրեմն նյութեր են այնտեղ անհետացել։ Չգիտեմ որքանով է դա ճշմարտություն, բայց պատահական օդից նման լուրեր չեն շրջանառվում, էլի հասկանում եք։
Եվ դրա մասին ընդդիմությունը չի խոսում, այս ասեղկոսը գնում է ժողովրդի մեջ, ընդդիմությունը դրան, վայ, հələ դրա ժամանակը չի անդրադառնում, ինչևից է, ամենայն դեպս մենք, չգիտեմ, շատ հետաքրքիր բաներ ենք ականատեսել, այնտեղ մի հատ հայտնվում է դպիր, յանում որ դպիր է, հզի վրա ուրեմն դաջվածքով, դուք հասկանում եք, որ իրականում ուրեմն եկեղեցու կանոնակարգով եւ Աստվածաշնչի որոշ հոդվածների ուրեմն գրվածքով եւ դրան հաջորդող ուրեմն հատուկ տենց մեկնաբանությունների գիրք կա Աստվածաշնչի։ Սա համարվում է համար մեկ գրեթե մահացու ուրեմն սրբապղծություններին հավասար մի բան։ Իսկ մարմինը պղծել, սեփական մարմինը պղծել դա կա հակաքրիստոնեական գործողություն է եւ ընդհանրապես դաշված կնեցող մարդկանց շատ հորդորում եմ զգուշ եղեք երբ որ եկեղեցի գնում հոմ եք վառում երեխայի կնքում հարսանիք եք անցկացնում այդ դաջվածքներով իրականում դուք անպատվում եք եւ վիրավորում եք եկեղեցին դրա համար ուշքի եկեք վերջին հաշվով դրա ժամանակն է հիմա, որովհետև շատ ծանր անդունդի առաջ ենք կանգնած։ Փաստացի մենք ականատես ենք ելնում ակնհայտորեն թուրք-ադրբեջանական վերնախավի եւ նրանց հոգեվոր հայրի թելադրանքով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործողություններ։ Ալևը կոնկրետ հայտարարել է ժամկետներ Զանգեզուրի միջանցքը իրանց վերահսկողության տակ լինելու մասին եւ սրանք շարունակում են խաբել, ֆռցնել սաղին, որ այս բան չկա, խոսքը գնում է խաչմերուկի մասին, խոսքը գնում է կոմունիկացիաների բացելու մասին, մենք sense բան իշում Տրամպի ճանապարհ, շնորհակալություն Միացյալ Նահանգներ, որ մեզի կզծրիկ այս հանգամանքն է այդում։ Այս ամեն ինչի հետ կապված ուզում եմ ակամա անդրադառնալու այդ նույն հոկտեմբերի 27-ին, որտեղ շատ մեկը մյուսի հետ փոխկապված բան է, էլի։ Ինձ համար մի շատ տարօրինակ բան հասկացա, որ ամեն ինչի մեջ կա sense պիղծ կեղծություն բառի բուն իմաստով, հա, երբ որ Սասունիկը, ուրիշ չեմ կարող այդ մարդուն վերաբերվեմ, էլի։ Ուրեմն դուք հայտարարում եք, որ եթե Վազգենը կենթանել էր, Արցախից sense բան չէր լինի։ Բա դու Վազգենին փոխարինել ես Սարայի։ Վազգենի ստեղծած երկրապահ ղեկավարն ես։ Այ ուռոդ։ Դու մոտավորապես հոկտեմբերի 5-ին, 7-ին հայտարարում ես, որ երկրապահն պատրաստ է գնալ պատերազմ, գնում ես պատերազմ մոտավորապես հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 17-ին դու արդեն Հայաստանում ես, իբր վիրավորված, բա դու ինչի չարեցիր, այն ինչ որ պետք է Վազգենը աներ, հա, այսինքն այնքան զիբիլ ես, այնքան զրո ես, որ մեռելների մասին ես խոսում, հա, միած վրան ես հույսը դրել, հայ Վազգենը որ լիներ Ղարաբաղի հետ sense չէր լինի, դու ինչ էիր անում այդ ժամանակ, Վազգենը չկար, դու իրան փոխարինել ես, տղա ջան, դու ընդհանրապես հարգվելու, ասենք ընդհանրապես աղերս չունես դրա հետ, դու այդ կառույցը ղեկավարել ես, վերցրել ես քո վրա, հոկտեմբերի 5-ին, 27-ին սկսել են արդեն մասսայաբար մեծ քանակությամբ զոհեր, պատերազմը սկսվել էր, ու մեր շարքային, մեր ժամկետային երեխա այրուծի կռիվ էին տալիս այն դեպքում, երբ որ ԹՊ-ի կողմից նշանակված հրամանատարները երեխեքին թողել ու փախել էին դիրքերից։ Դու հոկտեմբերի 5-ին հայտարարում ես, հոկտեմբերի 15-ին նոր իբր թե գնում ես պատերազմ, 2 օր հետո վերադառնում ես։
Եվ ես խնդրում եմ, թող այն երկրապահի տղերքը, որ առաջ օրվայից մինչև վերջ ընդեղել կռվել են, իմ ասածները իրանց չվերագրեն, ես իրանց հետ չեմ։ Տղեկ, դրանցից մի մասը իմ հետ են եղել, իմ կողքին են եղել, գժի նման, հերոսի նման կռվել են մեր երեխեքի հետ միասին, սիսական ջոկատի կազմում, վարանդա Հադրութ Մարտունի առաջնագծում, բավական երկար ժամանակ շրջափակման մեջ, տոտալ ռմբակոծությունների և արձակումների պարագայում, տղավարի են կռվել և զոհերել են տվել, իրանց մասին չի խոսքը, այդ ձեր վախկոտների մասին, որ երկրապահ եք, երկիր չպահող երկրապահ եք, բան է, Զավենի գործը շարունակ է Սարգսյան Վազգեն Զավենիչի, գործը շարունակ է իր, ոչ թե իր խզիկ քույրիկ աղբոր հետ միասին Ղարաբաղը ծախեիք, այդ ծախելուն անմիջապես մասնակցեիք, հիմի հրճված դրա համար ծափարեիք, որ հասել եք ձեր նպատակին, ու վդրուկ դու հոկտեմբերի 27-ին հայտարարություն ես անում, Վազգենը որ լիներ Ղարաբաղը սենց չէր լինի, չես սամաչում արա, ուղիղ ունես դու, вообще պիտի դրա մասին չխոսայր, արա, շատ ավելի լավ կլներ, համ քո համար, համ քո քեփեիդ համար, շատ դուրակություն, սաման ունի արա քո, սասունի, չեմ հասկանում, ժամանակին հիշում եք մի հատ անձնավորություն կար, իմ կողմից շատ չհարգված, Վանեցյան, Կոչեցյանը, այս մի հատ էլ նոր շոուի են կազմակերպել, ու այդ շոուի մեջ փորձում են մի ազգադավ, ուրեմն անհայրենասեր մի կեղտին, վդրուկ սենց մաքրազերծել, սենց լվանալ, սենց սաղ կեղտերը վրից հանել ու ներկացնել, որպես չգիտեմ ինչ զոհ։ Վանեցյանը ինչ էր հայտարարում, որ այ ինքը պատրաստել էր բավարար նյութեր ներկայացնելու դատախազին, որպեսզի Փաշինյանին կարավորվեն, բայց ինքը վստահ չէր, որ դատախազը դա կաներ, դրա համար չարեց, ու դուք այդ ֆոնի վրա այդ Արթուր Դավթյան տականքը դուք հայտարարում ա, որ ինքը պատրաստ էր կալանավորել ընդամենը մի երկու կարևորագույն ինչ-որ բաներ պակասում, իհալուր ես ասում, կարող է երկուսը չէր երեքն էր, ինչպես? Ես թվում է սրան մակրելով, մակրազերծելով, փորձում են նոր մի կեղծ իբր թե ընդդիմադիր շարժում սարքել եւ ընտրություններից առաջ առաջացնել մի նոր պարակտման ձևաչափ, ձայներ խլելու, փոշիացնելու եւ մնացած ուրիշ ուրեմն գործողություններ կատարելու։ Շատ վտանգավոր մի բան է արվում։ Շատ վտանգավոր մի բան է արվում, որովհետեւ Էնորն եմ կարդում, շատ մեկը շատ նենց բանով, ձեռ առնելու բանով, փաստորեն արդեն Արթուր Դավթյանը դարձել է անդիմադիր։ Նու հասկանում եք, այսինքն ինքը հերոսանալու անընդհատ հնարավորություն է ունեցել, երբ որ եղել է դատախազը։ Անընդհատ այդ հնարավորություն ունեցել է։ Այն ժամանակ ուշի բան չի արել։ Հիմա բավական ժամանակ անց, իսկ միգուցե շատ հնարավոր որ իր այդ կապված նաև ինքը հասկանում է, որ կամ գիտի արդեն, կամ արդեն իրան տեղեկացրել են միջին, ուրեմն հատվածներում դատախազության գտնվող միգուցե իրան հլը դեռ հավատարիմ ինչ-որ մեկները, որ քո հանդեպ ինչ-որ քրեական գործեր են կարվում եւ այլ բաներ կարող են բան անեն, այդ ֆոնի վրա ընդդիմադիր կեցվածք ստանալու պարագայում ուզում եմ խուսափի, ես չգիտեմ պատճառը ինչն է, բայց չեմ հավատում ես մարդուն, ընդհանրապես եւ մտադիր չեմ եւ վստահ եմ, որ երբևիցե չեմ էլ հավատա։ Հիմա տեսեք, մեզ կես խաղաղությամբ են ուզում կերակրել, Փաշինյանը երկու օր առաջ ազգային ժողովում էր, ասում է բյուջեի քննարկման ժամանակ պատմական օրեր ենք ապրում, առաջին անգամ խաղաղության մեջ ենք սա քննարկում, 1 տարի 8 ամիս սահմանին հայ-ադրբեջանական սահմանին զինվոր չի զոհվել, խնդրեմ։
Դե մենք սովոր ենք այս մարդու ստերին։ Եվ նաև հիմա փորձում են մանիպուլացնել, ադրբեջանական սխորեն են բերելու, դե նարևտուրը, դե նաև արդեն ադրբեջանական տերություն խոսվում է, որ գալու են ադրբեջանցիները։ Դե մի հատ Ռոման Բաղդասարյան կա, հիշում եք այդ տականքին, այդ գեյին։ Դե հիմա ինքն էլ է ասում է պետք է Ռոբերտ Քոչարյանին, Ագանովսկին ու ելի մի շարք մարդկանց դատապարտել, որտեղ իրանք հրահարեցին առաջի Արցախյան պատերազմը եւ երկու ժողովուրդների մեջ թշնամություն սերմացին։ Այդ դրա համար պետքա սենց բան անել, մենք երկու ժողովուրդ ենք, մենք պետքա հարևաններ լինենք, հարազատ ապրենք, ոբշեմ, սենց առևտուր անենք իրար այդ բան եւ դա լավացնելու եւ բերելու համար ուրեմն Սամվել Բաբայան, Ռոբերտ Քոչարյան, ուրեմն Սամվել Կարապետյան, որը յանում Սամվել Օգանովսկի է, հայ, յանում Սամվել Օհանյանը եղել է Օգանովսկին, եղել է իրականում Կարապետյան, սենց եւ այլն բաներով եւ այդ քարոզը սկսվել է շատ ակտիվ, շատ ագրեսիվ ձևով եւ միանշանակ որ երբ որ ինքը խոսում է որ առաջնագծում ենք զոհեր չունենք, բա 2 օրը 1-3 օրը 1 յանում ինքնասպանություն, յանում ոչ օրենսդրական հարաբերությունների հետևանքով մեր զոհված երեխեքը որ գալիս են, մենք ունենք դրա օբյեկտիվ հետաքննությունը եւ ապացույցները դրա հետ կապված այդ գործերով կալանավորված եւ դատապարտված ուրեմն համամասնակիցներ, հրամանատարներ, աշխատանքից ազատված հրամանատարներ, որոնց ներկայությամբ ուրեմն թույլատրվում են կամ լինում են նման դեպքեր, մեզ խիա խափում, որ մենք զոհեր չունենք։ Ես ես մի հատ շատ հետաքրքիր մի օրինակ բերեմ։ Գարյա պատերազմի ժամանակ ես ես հստակ տեղեկություն եմ ասում եւ պատրաստ եմ դրա համար պատասխան տալ ամեն կերպ։ Ադրբեջանցիներն են խնդրել Ռուսաստանից, որպեսզի իրականացվի հրադադար։ Եվ մեզ համոզեցին, որ մի շարք բաներով, որ հրադադարը կլինի լավ, վերջը հերթական անգամ մենք խաբվեցինք, գնացինք այդ հրադադարին, որտեղ որ Ադրբեջանը իր ուրեմն խոստումներից որևէ մեկը չկատարեց, բայց հրադադարը մենք արեցինք, կանգնեցինք, մնաց Ադրբեջանի զգացության տակ մի որոշակի հողատարածք, որ ինքը պարտավոր էր վերադարձնելու։ Հակառակ դեպքում մենք պատրաստ էինք հակագրոհ կազմակերպելու, որտեղ որ լինելու էր մոտավորապես 40,000 կիլոմետրի չափ տարածքի ուրեմն վերահսկողության գործողությունների իրականացում։ Եվ երբ որ եղավ Անվտանգության խորհրդի նիստը Ադրբեջանում, ուրեմն եղավ շատ խիստ քննադատություն Պաշտպանության նախարարության ուրեմն գործողություններին, որ անընդհատ սահմանը լարված պահելու, կրակի տակ պահելու, անընդհատ դիվերսիոն գործողություններ իրականացրելու հայ սահմանապահների եւ հայ դիրքերի նկատմամբ անընդհատ ռազմածավալ, բայց կարճատև ժամանակով ուրեմն ռազմական գործողություններ եւ բախումներ կատարելով դուք սովորեցիք հայ զինվորին կռվել եւ դրա պատճառով մենք ձախողվեցինք 16 թվականի Քարորիայի պատերազմում եւ շատ երկար ժամանակ դրանից հետո մեր սահմանում եղել է բացարձակապես լռություն։ Մենք չենք ունեցել զոհեր, չեն եղել բախումներ, այս թե նախազգուշական կրակոցներ եւ վերջ։ Մինչեւ որ եկավ 20 թվականը։ Այդ ընթացքում շատ լավ աշխատանք արվեց, ուրեմն հրամանատարական կազմում ռոտացիաներ իրականացվեցին, ուրեմն կարողացան ուրեմն դավաճան դարձնել լեգենդար հրամանատարներ, ինչպիսին էին Ջալալը, Սամվել Բաբայանը եւ ելի մի շարք ուրեմն մարդիկ ժամանակ ունեցան դրա համար եւ հետագայում ծախված վաճառված պատերազմ ունեցանք արդյունքում։ Ինչևից է բոլոր դեպքերում
ինքը սուտ է խոսում, որ մենք չունենք զոր միանշանակ ճշմարտություն է, որ հարաբերական ուրեմն խաղաղություն է տիրում սահմաններում, բայց որ սահմաններում ոչ մի զոհ չունենք, դա սուտ է։ Եվ ես վստահաբար գիտեմ, համոզված եմ, որպես զինվորական, որ սա տակտիկական դադար է Ադրբեջանի կողմից ավելի խոշոր, ավելի անսպասելի, ավելի սանձարձակ, ավելի լայնածավալ գործողություններ Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու համար անելու ուրեմն պատրվակով։ Ոչ թե որովհետև սա խաղաղության արդյունք է, որովհետև խաղաղության պայմանագիր չկա, չէ, 16-ից մինչև 20-ը։ Ես ձեզ կոնկրետ օրինակ բերեցի։ Այնտեղ խաղաղության մասին խոսք չկար, չէ։ 2018-ին սրանք եկան իշխանության, չէ, որ նորից Ադրբեջանը սկսեց ինչ-որ գործողություններ, խոսույթը փոխվեց, որտեղ այս մարդը բանակցային գործընթացը զրոյից սկսեց, ամեն ինչից հրաժարվեց, ուրեմն Մինսկի խմբը դրեց անհարմար վիճակի մեջ, սրա բերանը լեզու դրեց, այսի լեզուն երկարացրեց, հետո եղան այդ բանի վերելակների հանդիպումը, որի բոլոր ներկայացուցիչները, ներկա գտնվողները թե այն կողմից, թե այս կողմից անհասկանալի պայմաններում ինֆարկտներից եւ ինսուլտներից զոհվեցին, մահացան ու եւ այլն եւ այլն։ Սա փաստեր է։ Ես նորություն չեմ ասում, բայց ոչ մեկը դրա վրա այսօր միջև հիմա բոլորը մոռացել են, ոչ մեկ ուշի բան չեն անում, ոնց որ այն ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ էլ դրուկ սենց մեծ սենց արագությամբ զանգված հավաքեց եկավ, սաղ մոռացել են սովի մութ տարիները, հա, Լևոնի։ Ղարաբաղի շարժումը, Ղարաբաղի պատերազմը ծախելու իր հակումները, ինչի պատճառով իրան պարտադրին հրաժարական տալ։ Այդ սաղ մոռացան 10 տարի ընդամենը անցավ, այս մարդը եկավ դառավ սաղի աստվածը։ Մարդը միցինգների ժամանակ համապատասխան գործողությունների կոդավորումներ էր հայտարարում։ Սաղ մոռացան, հասկանում եք։ Ու հիմա էլ նույն բանն է գնալու, հասկանում եք։ Նույն ժողովուրդ հիշողությունը ձեր ուրա։ Սաղ մոռացան։ Մարտի 1-ին որ էսի կանգնեց ասեց ինչով կարակ զինվեք, պիտի դիմադրենք։ Ու մարտի 1-ը ինքը չի կազմակերպել, հա։ Ինչ որ էսի մով է կազմակերպել, լուրջ եք մտածում կամ լուրջ եք ասում։ Բախի միջև հիմա դրա արդյունքները չկան։ Հայ, հայտարարած չէ, որ այսուհետ մարտի 1-ի դեպքերը ամբողջությամբ բացահայտված են, ուրա դրա այդ բացահայտման ուրեմն հրապարակումը եւ դրա հետևանքով ուրեմն մարդկանց եւ այլն։ Բայց այն դատարաններն էլ իր դատարանները Քոչարյանի արդարացին չէ մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Մի ուրիշ բան են հորինել դատում են։ Այս մարդու ստաբանության եւ ստախոսության սահման չկա, սրան անդրադառնալ սրա ասածներին, չգիտեմ, համարում եմ անիմաստ ժամանակի ծախսում, որտեվ դեսակ գիտեն դրա մասին ու լռում են։ Մի հատ մենք ասենք էլ են լռելու։ Հա, գալիս ենք ասում ենք։ Ասում ենք գոնե մի հոգու համար, գոնե մի հականջ լսի ընկալի։ Դրանից եք խոսում, թող մի հատ ուրիշ բանից խոսա։ Ասենք թե կոնկրետ քայլեր են կատարվում բնակչության, այս բնակչության, որ չգիտեմ ինչ է իր ազգությամբ հիմա այս բանն, հա։ Սոցիալական վիճակը բարելավելու համար։ Տաշիր գրուպը հայտարարել է, որ ի հաշիվ Սամվել Կարապետյանի ունեցած եկամուտների պատրաստ են եւ ծրագիր են ներկայացել էլեկտրո ցանցերի արժեքները, էլեկտրոէներգիայի արժեքները պակասացնելու բնակչության համար եւ կառավարությունը որքանից գիտեմ մերժել է։ Շատ լավ արել։ Բնակչություն շատ լավ արել, ձեզի հասնում է։ Թող սրանք հարցակվեն եկեղեցիները, դուք էլ իբրտ լավ բան եք անում։ Ու թվում եք ուրիշ եկեղեցիում եք հավաքվում։ Այն Ջանդամին օհանավանքը շատ լուրջ պատմական վանք է։
շատ մեծ հեղինակություն ունեցող աշխարհի ընդհանրապես հավատացյալ շրջաններում վանքա դուք պատական չի որ անավանքն ենք զավթում։ Ինքը գրեթե Մայր Աթոռին հավասար, համբավ եւ համաշխարհային ճանաչում ունեցող վանքա։ Եթե պատական չէր, նույն բանն է, որ ինքը վեհապարային ուրեմն նստավայրի վրա է հավաքվել, վեհարանի վրա է հարձակվել, Էջմիածնի վրա է, նույն բանն է։ Փոքր եկեղեցի չի մի հատ, փուճուր ինչ որ էսիմ անտառներում պահկված։ Շատ մեծ տուրիստական հոսքերի տակ գտնվող, կրկնում եմ, համաշխարհային հավատացյալների շրջանում, անգամ ոչ քրիստոնյա, օհանավանքը շատ մեծ ճանաչում ունի։ Շատ մեծ։ Ինքը գտնվում է ճանաչելիության իր ուրեմն չափանիշներով Էջմիածին, Ռիփսիմե, ուրեմն Աղթամար, այդ շարքում է գտնվում իր ճանաչելիության, պատական չէր որ դա ընտրեցին։ Ու դուք էլի թողած գնում եք, հայտ լավ էր որ գնացել եք Էջմիածնի պատարագին եք մասնակցել, կամ մեկ էլ սենց այնտեղ 10,000-ական ինչ-որ մարդիկ հավաքվել են մի այլ եկեղեցում, էլի պատարագ կատարելու համար, ոնց որ ի հակակշիռ, այ դուք 2000 հավաքենք, այ մենք 10,000 գնացինք այնտեղ, այդ եկեղեցիներ պետք է պաշտպանել։ Դրանց բերաններ պետք փակելով դուրս հանել տարածքից, ոչ թե այն երիտասարդ հայ տղուն։ Վերջը, չգիտեմ։ Ես էլ ասելու բան չունեմ, եթե ուրիշ հարցեր ունեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։